Ձեր աստղագուշակությունը հենց այստեղ։ Խոյ։ Այս շրջանը խոյերի համար ակտիվ ու ճակատագրական կարող է դառնալ։ Դուք կզգաք, որ ժամանակն է քայլ անել առաջ եւ վերջապես դուրս գալ սպասման վիճակից։ Աշխատանքային ոլորտում հնարավոր են նոր պատասխանատվություններ, որոնք սկզբում կարող են ծանր թվալ, սակայն երկարաժամկետ հեռանկարում կբերեն հեղինակության աճի եւ կայունության։ Ֆինանսական առումով շաբաթը կարող է հաճելի անակնկալ բերել, լրացուցիչ եկամուտ կամ վաղուց սպասված առաջարկ։ Անձնական կյանքում զգացմունքները խորը կլինեն, սակայն երբեմն կպահանջվի զսպել կտրուկ արձագանքները։ Հանգստի եւ քնի պակասը կարող է ազդել ձեր տրամադրության վրա, ուստի փորձեք լսել ձեր մարմնի պահանջները։ Ցուլ։ Ցուլերի համար սկսվում է մտավոր եւ հոգեվոր աճի շրջան։ Դուք ավելի շատ կմտածեք ապագայի մասին, կփորձեք հասկանալ ուր եք գնում եւ ինչ եք ուզում իրականում։ Շատերի համար սա կլինի ուսման, վերապատրաստման կամ ճանապարհորդության պլանավորման ժամանակահատված։ Աշխատանքում հնարավոր են օգտակար կապեր, օտարերկրյա գործընկերների կամ նոր շրջանակների հետ։ Անձնական հարաբերություններում կզգաք կայունություն, բայց միևնույն ժամանակ ներքին պահանջ, ավելի խորը կապի։ Եթե ունեք զուգընկեր, սա հարմար պահ է անկեղծ զրույցների համար։ Միայնակ ցուլերը կարող են հանդիպել մարդու, ով կփոխի նրանց մտածելակերպը։ Երկվորյակներ։ Երկվորյակների ուշադրությունը կուղղվի այն հարցերին, որոնք նախկինում անտեսվել էին։ Ֆինանսական պարտավորությունները, համատեղ ռեսուրսները կամ ներդրումային թեմաները կպահանջեն լուրջ մոտեցում։ Հնարավոր է պարզվի մի գաղտնի տեղեկություն, որը կօգնի ճիշտ որոշում կայացնել։ Զգացմունքային դաշտում դուք ավելի զգայուն կլինեք, քան սովորաբար, եւ դա կարող է ձեզ դարձնել ավելի խոցելի։ Սակայն ճիշտ օգտագործելու դեպքում սա կօգնի խորացնել հարաբերությունները։ Լավ ժամանակ է նաեւ ներքին վախերի ու կասկածների հաղթահարման համար։ Խեցգետին։ Խեցգետինների համար հարաբերությունները կդառնան հիմնական թեման։ Անկախ նրանից խոսքը գնում է սիրային, ընտանեկան կամ գործնական կապերի մասին, ամեն ինչ կպահանջի հավասարավշռված մոտեցում։ Կարող եք կանգնել ընտրության առաջ, շարունակել հինը թե բացվել նորի համար։ Շաբաթվա ընթացքում հնարավոր են լարված պահեր, սակայն եթե կարողանաք զսպել էմոցիաները, կհասնեք ցանկալի արդյունքի։ Ֆինանսական առումով կայուն շրջան է, բայց խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ ծախսերից։ Ձեր ներքին խաղաղությունը հիմա առաջնային է։ Առյուծ։ Առյուծների համար այս շրջանը պահանջում է կարգապահություն։ Աշխատանքային պարտականությունները կարող են շատանալ, սակայն դուք ունեք բոլոր հնարավորությունները ամեն ինչ հաջողությամբ ավարտելու համար։ Ձեր կազմակերպվածությունն ու պատասխանատվությունը կգնահատվեն ղեկավարության կողմից։ Առողջությանը վերաբերող հարցերը մի անտեսեք, նույնիսկ փոքր անհարմարությունները կարող են ազդակ լինել։ Անձնական կյանքում հնարավոր է որոշակի սառնություն, սակայն դա ժամանակավոր է։ Մի փոքր դադարն ու հոգատար վերաբերմունքը կօգնեն վերականգնել ջերմությունը։ Կույսեր։ Կույսերի կյանքում սկսվում է ավելի թեթև ու հաճելի փուլ։ Սիրավեպը, ստեղծագործականությունը եւ ինքնարտահայտումը առաջնային են դառնում։ Եթե երկար ժամանակ հետաձգել եք որևէ գաղափար, հիմա հարմար պահ է այն կյանքի կոչելու համար։ Անձնական հարաբերություններում կարող եք զգալ նոր զգացմունքների ալիք կամ անսպասելի խոստովանություն։ Ֆինանսական առումով ամեն ինչ կայուն է, սակայն մի մոռացեք պլանավորել ծախսերը։ Ձեր տրամադրությունը մեծապես կախված կլինի շրջապատից։ Ընտրեք դրական մարդկանց։ Կշերք։ Կշերքների ուշադրությունը կուղղվի տան եւ ընտանիքի վրա։ Դուք կցանկանաք ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ կամ զբաղվել կենցաղային հարցերով։ Հնարավոր է որոշեք փոփոխություններ անել ձեր բնակարանում կամ կյանքի ռիթմում։ Աշխատանքային հարցերը կարող են մի փոքր դանդաղել, սակայն դա ժամանակավոր է։ Զգացմունքային կայունությունը հիմա ավելի կարևոր է, քան կարիերային առաջընթացը։ Լսեք ձեր սրտին։ Կարիճ։ Կարիճների համար սա ակտիվ շփումների շրջան է։ Շատ խոսակցություններ, հանդիպումներ եւ նոր տեղեկություններ կմտնեն ձեր կյանք։ Դուք կկարողանաք ազդեցություն ունենալ մարդկանց վրա ձեր խոսքի եւ խորաթափանցության շնորհիվ։ Ֆինանսական առումով հնարավոր են փոքր, բայց հաճելի ձեռքբերումներ։ Անձնական կյանքում անցյալից ինչ-որ բան կարող է հիշեցնել իր մասին։ Կարևոր է ճիշտ եզրակացություններ անել եւ առաջ շարժվել առանց ծանր բեռի։ Աղեղնավոր։ Աղեղնավորների համար նյութական հարցերը կլինեն առաջնային։ Եկամուտների աճի հնարավորություն կա, սակայն դա պահանջում է խելամիտ մոտեցում։ Խուսափեք հապճեպ որոշումներից եւ չմտածված գնումներից։ Անձնական հարաբերություններում կզգաք վստահության անհրաժեշտություն։ Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, մի լռեք, բաց խոսակցությունը կբերի լուծման։ Այծեղջուր։ Այծեղջուրները կզգան, որ եկել է իրենց ժամանակը։
Դուք կլինեք ուշադրության կենտրոնում եւ ձեր գործողությունները նկատելի կլինեն։ Սա հարմար շրջան է նոր նախագծեր սկսելու, ղեկավար դառնալու կամ ձեր հեղինակությունը բարձրացնելու համար։ Ֆինանսական կայունությունը կուժեղանա, եթե շարունակեք աշխատել նույն հետևողականությամբ։ Անձնական կյանքում հնարավոր են հաճելի զարգացումներ, եթե թույլ տաք ձեզ բացվել։ Ջրհոս Ջրհոսների համար սա ներքին վերանայման շրջան է։ Դուք կցանկանաք մի փոքր հեռանալ աղմուկից եւ հասկանալ ինչ եք ուզում իրականում։ Լավ ժամանակ է պլանավորման, մտորումների եւ հոգեվոր հավասարակշռություն գտնելու համար։ Ֆինանսական ու աշխատանքային հարցերում միշտ ապեք։ Ձեր ինտուիցիան հիմա շատ ուժեղ է։ Լսեք նրան։ Ձկներ Ձկների կյանքում ակտիվություն է սկսվում։ Նոր ծանոթություններ, առաջարկներ եւ համագործակցություններ կարող են փոխել ձեր առօրյան։ Ձեր օգնությունը կարող է պահանջվել ուրիշներին, եւ դա կբերի նաեւ անձնական օգուտներ։ Կարևոր է չկորցնել կենտրոնացումը եւ չտրվել քաոսին։ Եթե հստակ պահեք ձեր նպատակները, արդյունքը չի ուշանա։ Եթե աստղերի ուղերձը համընկավ ձեր օրվա հետ, աջակցեք մեզ ձեր հավանությամբ։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք ալիքին։ Միշտ առաջինը լսելու նոր կանխատեսումները։